ԿԸՀ նախագահի կողմից հասցեագրված գրությունը դրա մասին էր, որտեվ այո, ընտրական օրենսգիրքը դա արգելում է, բայց հակակոռուպցիոն կոմիտեն անտեսեց այդ գրությունը, բայց քանի որ նաև նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության դեֆիցիտ ունենք, բնական է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևողական չէր լինելու այդ հարցում, սա բնական է, բարձր դատարան այն հնարավոր խնդիրները, որոնք մենք ներկայացրեցինք նույն ընտրական տեղամասերում մեր կողմից վարչական դատարան բողոքարկումների, նույն օրինակ ընտրական տեղամասերում արձանագրված խախտումների, դրանցից յուրաքանչյուրի և կումուլատիվ դիտարկելով հանրագումարային իրավիճակը ևս էական ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա։ Խնդրում եմ հաշվի առնել, մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50%-ից ավելի ձայն հանրության վստահության քվե չի ստացել։ Հետևաբար նույնիսկ թվով 10, թվով 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ։ Բարձր դատարան ես իսկապես խնդրում եմ նաև, որ խորհրդակցական սենյակում, երբ քննության առարկա հանդիսանա այս ընտրության արդյունքներով վեճը, դուք դիտարկեք հնարավորությունը, որ իսկապես երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության իրացումը իր արդյունքի տեսքով չլինի փոշու հաշվին։ Ձայների փոշին չի, որ որոշում է, թե ով պետք է լինի իշխանություն։ Իդեպ այս դատաքննության ընթացքում հետաքրքիր հանգամանքներ նաև նկատվեցին, երբ անձինք, որոնք տարիներ ի վեր քննադատել են այս ընտրական օրենսգիրքը, որոնք հանդիսացել են այս ընտրական օրենսգրքի դեմ մարտիկներ, բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, հանդես էին գալիս այս ընտրական օրենսգիրքը պաշտպանողների դիրքերից, իսկապես դա զարմանալի էր, բայց մի քանի հանգամանք էլ նշենք այդ մասով, երբ ընտրական օրենսգրքով նախատեսվել էր, որ ցուցակները ընտրություններին մասնակցած անձանց պետք է հրապարակվեն, որպես վերիֆիկացիոն մի նոր մեխանիզմ կամ լրացուցիչ գործիք, այն հիմնականում վերաբերում էր արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին, հնարավոր այն դեպքերին, որ իրենց փոխարեն հնարավոր է մեկը քվեարկել է։ Բարձր դատարան մի կարևոր բացահայտում անը։ Այլևս նշված ցուցակները Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ մեկը չի կարող ներբեռնել և ծանոթանալ դրանց։ Այլևս այն միայն Հայաստանի Հանրապետությունում է հնարավոր դիտարկել։ Սա լավ է, թե վատ է։ Կարծում եմ վատ է, որովհետև պարզապես իմաստազրկել է նշված գործիքը։ Բարձր դատարան, մենք դատաքննության ընթացքում բարձրաձայնել էինք 80,000 չաշխատող անձնագրերի խնդիրը։ Մենք բարձրաձայնել էինք ոչ հրապարակային ցուցակներում շուրջ 17,000 հայրենակիցների քվեարկության խնդիրները։ Օրինակ 80,000 չաշխատող անձնագրերի վերաբերյալ մենք լսեցինք, որ սա Հայաստանում ընտրական գործընթացների տեսանկյունից պատմական նվազագույն ռեկորդային ցուցանիշն է, լավ իմաստով։ Իսկ կարող էր նույն այդ պատմական ռեկորդային ցուցանիշը հասներ 10,000-ի։ Կարող էր, թե ոչ։ Ինչն էր դրա համար պետք, այսինքն պետական կամքը թող լիներ, որովհետև օրինակ 70,000 քվեն էական ազդեցություն է ունեցել ամբողջ ընտրության արդյունքների տեսանկյունից, թե երկրորդ փուլի նշանակման, թե ընդհանրապես։ Պարոն Վարդևանյան, զուտ ուղղակի հիշեցնեմ, որտեղից դուք կարողանաք կազմակերպեք։ Եզրափակիչ խոսքը մնացել է 5 րոպե։ Ես բոլոր ելույթ ունեցողներին 5 րոպե առաջ կնախազգուշացնեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ բարձր դատարան։
Ինչ վերաբերում է 16,000-17,000 քվեարկողների հնարավոր կրկնա քվեարկության ռիսկերին, մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել։ Այդ կասկածը որպես խարան մնալու է։ Այդ ընտրությունների կազմակերպումը որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց որպես խարան մնալու է, եւ ես սա ցավով եմ ասում։ Որովհետև եթե մենք խոսում ենք ընտրողի կամքի ազատ արտահայտման մասին, դա պետք է լինի եւ ընտրական տեղամասում, եւ մինչ ընտրական տեղամասը։ Եթե անձին քվեարկության պրոցեսին մասնակից դարձնելը լինում է նման համակարգային կազմակերպված գործողությունների արդյունքում, մենք այդտեղ կամքի ազատ արտահայտում չենք ունենալու։ Իսկ կրկին այն մտահոգությունը, որը մենք ընդգծել էինք, մենք դրա փարատում չենք ստացել։ Հետևաբար չստանալն էլ իրենից ենթադրում է սահմանադրության 7-րդ հոդվածի տեսանկյունից անհամատեղելի իրավիճակ։ Բարձր դատարան, մենք նաև այս ընտրությունները իսկապես պետք է արձանագրենք որպես Հայաստանում կուսակցապետության հիմնարար մշակույթի ձևավորման մի ճանապարհ։ 90% անձանց պետական պաշտոնյաներ, նախընտրական ցուցակ, դրա շրջանակներում պետական վարչական բոլոր լծակների օգտագործում եւ այդ ամենը պետք է ներկայացվի իբրև հավասար ընտրությունների օրինակ, չի կարող այդպես լինել։ Մենք տեսել ենք այս ընտրությունների շրջանակներում, թե ինչ է տեղի ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Երբ նույն պատասխանողը օգտվեց իր լռելու իրավունքից հենց այդ հարցադրման շրջանակներում, որովհետև իրենք գիտեն, որ պարտավոր էին անել վերաքվեարկություն, որովհետև եթե իրենք հարգում են վարչական դատարանի վճիռը, պարտավոր էին այն հարգել մինչև վերջ, ստիպված լինելով անել վերաքվեարկություն, չեն արել։ Բարձր դատարան, սահմանադրությունը նախատեսում է, որ սահմանադրական դատարանը լուծում է ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ վեճերը։ Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Այո, սահմանադրական դատարանի նկատմամբ լինի ճնշումը, լինի սկեպտիցիզմը, լինի օպտիմիզմի դեֆիցիտը, այդ ամենը իհարկե եւս կումուլատիվ էֆեկտ ունի։ Հատկապես երբ մենք դատաքննություն ենք ունենում ինտենսիվ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ եւ այդ ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց պաշտոններն է որոշում։ Իմանալով հանդերձ, որ նույն այդ որոշումները պարզապես կարող են ունենալ զրո արժեք, եթե սահմանադրական դատարանը որոշում է ընտրության արդյունքները ճանաչել անբավեր, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Սա արդյոք բացասական կարող է ազդել, այո, կարող է ազդել։ Բայց սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Կարող է լինել այդպիսին, պետք է լինի այդպիսին։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր։ Իսկ բխող հետևանքները թող որոշի բարձր դատարանը։